Երկու շաբաթ առաջ մենք խոսեցինք Քրիստոսի մեջ, Քրիստոսով մեր ամենակարևոր կարգավիճակներից կամ օրհնություններից մեկի մասին, որդեգրության մասին։ Մենք ունենք որդեգրվածի կարգավիճակ ու այդ կոչումը, այդ անունը նրա շնորհիվ է, որ Աստված ոչ միայն մեր մեջ է բնակվում, այլև մեզ բնակեցրել է իր մեջ։ Հիսուսը ասում էր աշակերտներին. «Մնացեք իմ մեջ եւ ես ձեր մեջ»։ Ու դա լինում է մեկ պայմանով, մեկ դեպքում, մեկ տեղում, մեկի շնորհիվ, Քրիստոսի միջոցով։ Իր որդու մեջ Աստված մեզ որդեգրել է։ Մենք Քրիստոսի մեջ ենք, որ լինենք։ Մենք Քրիստոսի մեջ միշտ լինում ենք, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան լինենք։ Մենք Քրիստոսի մեջ ենք, որ որդեգրված լինենք։ Ու Աստված դա ոչ միայն որոշել է, ոչ միայն ուզել է, այլ Պողոսը գրում է Եփեսացիներին, որ ինքը նախասահմանել է, որ մենք որդեգիրներ լինենք։ Իր կամքի հաճության պես։ Աստծուն հաճելի էր, Աստված հաճույք է ստանում, երբ որ մեզ որդեգրում էր կամ դնում էր իր որդու տեղը։ Այդ հունարեն բառը հյուտեսիա, որդեգիր լինել, նշանակում է դնել կամ նշանակել որպես որդի, դնել որդու տեղում։ Այս որդեգրության ինստիտուտը ինքը շատ հին ինստիտուտ է։ Դեռ Աբրահամի ժամանակներից կարդում ենք, որ մարդիկ որդեգրում էին։ Ինքը Աբրահամը փաստացի որդեգրեց Ղովտին։ Աստված ասում է, որ ես Իսրայելին որդեգրել եմ, հռչակել եմ ինձ զավակ, դրա համար իմ որդու հետ կվարվեմ այնպես, ինչպես հայրը վարվում է իր զավակի հետ։ Ու Իսրայելը որդեգիրեր Աստծուն այնքան ժամանակ, մինչև որ եկավ Անդրանիկը, մինչև որ եկավ իսկական զավակը ու իր միջոցով բոլոր հավատացողներին դարձրեց որդեգրվածներ։ Ու մենք ասացինք, որ որպես որդեգրվածներ մենք ունենք որդիական իշխանություն, որի գիտակցման ու կիրառման մեջ մենք աճում ենք։ Ու այդ հասունությունը գալիս է հոր ներկայության մեջ լինելու իր այդ հաղորդակցվելու միջոցով։ Ու Աստված այնքան է կարևորել այդ հաղորդակցությունը, այնքան է կարևորել, որ մենք իր որդու նմանությամբ մեջ աճենք, որ ինքը տվել է իր հոգին։ Պողոսը Հռոմեացիներին ասում է, որ դուք ծառայության հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին ստացաք, որով աղաղակում եք Աբբա Հայր։ Ու այդ հոգով է, որ մենք հասունանում ենք իր մեջ, ու մեր բնավորությունը նմանեցնում ենք Հիսուսի բնավորությանը։ Ոնց որ Պողոսը գրում է Կորինթացիներին, ասում է դուք էս էիք, սա էիք, այսպիսին էիք, այնպիսին էիք, բայց լվացվեցիք, սրբվեցիք ու արդարացաք Տեր Հիսուս Քրիստոսի անունով ու մեր Աստծո հոգով։ Մենք ունենք որդեգրության հոգին ու փոխվում ենք այդ նույն հոգով։ Ու դրա համար պիտի լինենք հոգու մեջ։ Պիտի ապրենք որպես որդիներ, վարվենք որպես որդիներ, մտածենք որպես որդիներ ու նվիրվենք որպես որդիներ։ Ու այս գործընթացը իմ ու քո կողմից գիտակցված, իմ ու քո կողմից ներդրում պահանջող գործընթաց է, որի մեջ եթե ես ու դու չուզենանք լինել, չուզենանք մասնակցել, ոչինչ չի փոխվի։ Ու ամենավատն է, որ հոր կողմից մեզ շնորհված հոգու պարգևները, հունարեն խարիզմատաները, իրանք կլինեն մեր կյանքում, որովհետև դա Հայրն է տվել, բայց դրանք չեն գործի ու չեն ծառայի իրենց նպատակին, մարմնի օգուտի համար, որովհետև իմ բնավորության խոտանի պատճառով ես զրկված կլինեմ ընտանիքիս ծառայելու պատվից։ Աստծո մեջ որդեգրության գործընթացը ինքը ստանդարտ կամ գծային գործընթաց չի, որ ասես ակետ, բկետ, դկետ, չգիտեմ, ու սենց շարունակես։ Չես կարող ասել էսպես պիտի լինի։ Դա ստանդարտ չի, որովհետև կախված մարդու կոչումից, կախված իր պարգևներից, մարդ տարբեր փուլերով ու տարբեր ժամանակահատվածներով անցնում։ Բայց այս հասունացումը կարևորը այն է, որ մարդ վերջում ավելի նման է լինում Քրիստոսին, քան թե ինքետում, երբ որ ինքը սկսեց քայլել Տիրոջ հետ։
Այսօր կխոսենք Աստծո մի հայտնի մարդու որդեգրության ընթացքից, թե ինչ անցավ ինքը այդ որդեգրության ժամանակ։ Ու ես չեմ պնդում, որ ասեմ, որ մեր կյանքում պետք է այսպես լինի։ Ես մի պետք է գիտեմ, որ մենք պետք է հավատանք, որ փրկվենք, ուրիշ պետք է չկա։ Բայց այս ընթացքի մեջ մենք կարող ենք տեսնել ընդհանուր եզրեր այդ մարդու ու մեր կյանքի մեջ։ Ու հասկանանք, որպես որդեգրվածներ, մենք հիմա որտեղ ենք, կամ ինչ ենք անցնում, կամ որ հանգրվանին ենք հասել մեր աճելու ու հասունանալու ընթացքում։ Քանի որ որդեգրությունը ինքը տարածված պրակտիկա էր հին աշխարհում, Սուրբ Գիրքը շատ սովորական ձևով պատմում է Աստվածաշնչյան հայտնի մի կերպարի Մովսեսի որդեգրության մասին։ Բոլորդ լավ ծանոթ եք Մովսեսի պատմությանը ու շատերիդ սիրելի կերպարն է Մովսեսը։ Մովսես անունը հենց խոսում էր այն մասին, որ Մովսեսը որդեգրված էր, որովհետև իր անունը դրեցին են մարդիկ, ով իրեն որդեգրեցին, ջրից հանված։ Մեզ առավել ծանոթ է Մովսեսի փարավոնի աղջկա որդեգրված զավակ լինելը, ինչը իրականում փարավոնի որդի լինելն էր, բայց երբ որ ուսումնասիրում ես Մովսեսի կյանքը, պարզվում է, որ այս մարդը ոչ թե մի անգամ է որդեգրվել, այլ 3 անգամ է որդեգրվել առնվազն, 3 տարբեր անձանց կողմից։ Այսօր երևի կհասցնենք երկուսի մասին խոսել, ու այն 2 որդեգրությունները դրանք հստակ կամ բացահայտ հիշատակված չեն, բայց ելիցում կոնկրետ ասվում է, որ տղան որդեգիր եղավ փարավոնի աղջկան։ Սրանից հետո Մովսեսը ևս 2 անգամ որդեգրվեց։ Առաջի որդեգրությունը այսպիսով Մովսեսի։ Փարավոնի աղջկան, բայց փաստացի փարավոնի որդի դարձավ։ Ու այդ որդեգրությունը քիչ կամ շատ տևեց մոտ 40 տարի։ Դրա առաջի տասնամյակը կամ երևի 15 կամ 13 տարին անցան ոչ թե հենց փարավոնի կողքին, ոչ թե հենց որպես փարավոնի որդի, այլ կամ Մովսեսի ծնողների տանը, կամ էլ փարավոնի պալատում Մովսեսի մորը տեղ էին հատկացրել, քանի որ ինքը կերակրում էր երեխային, որ այնտեղ կերակրի ու նաև դաստիարակի երեխային։ Բայց այս 10 կամ 15 տարիներից հետո Մովսեսը արդեն լրիվ ինտեգրվում է եգիպտական պալատական կյանքին։ Խոսքը շատ բաներ լռում է սրա մասին, մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչեր են եղել այս ընթացքում։ Բայց հաստատ այս տարիները, որ Մովսեսը անցկացրեց փարավոնի պալատում, դրանք Մովսեսի կայացման, զարգացման, մեծանալու, հաստատվելու, Մովսեսի որպես մարդ ձևավորվելու, Մովսեսի կյանքում տարբեր աշխարհայացների բախման տարիներն էին։ Ու այս փուլը Մովսեսի կյանքում երևի ամենավորոշիչը ու միևնույն ժամանակ ամենավտանգավորն է եղել, ինչպես որ լինում է մեր կյանքում։ Երբ որ մենք կայանում ենք, երբ որ մենք հասունանում ենք, երբ որ մեր միտքը բաց է ու ուզում է հնարավորինս շատ բաներ տեսնել, ճանաչել, ընկալել, փորձառել, սրանք այն տարիներն են, երբ որ մենք պետք է ու կարող է շատ կարդանք, շատ ուսումնասիրենք, շատ պրպտենք, շատ հարցեր տանք։ Ես միշտ զարմացել եմ, երբ որ մարդուն ինչ-որ ֆիլմ, երաժշտություն, արվեստի ստեղծագործություն ուղղակի չի հետաքրքրում։ Զարմացել եմ, ոնց կարող է մարդ այդքան անտարբեր լինել իրեն շրջապատող այս հրաշալի գեղեցիկ աշխարհը ավելի մոտիկից ճանաչելու հարցում։ Երբ որ մենք սկսում ենք քայլել Աստծո հետ, մեր այդ առաջին ընթացքը շատ նման է փարավոնի կողմից Մովսեսին որդեգրելուն։ Երբ Մովսեսի համար մի կողմից ոնց որ գաղտնի կերպով հասանելի էին եւ Աստծո մասին գիտելիքները եւ հեթանոսական աշխարհի ամենախորը գիտելիքները։ Ու Մովսեսը լցվում էր այս 2 աշխարհներով, լցվում էր այս 2 գիտելիքներով, այս 2 իրականություններով, լցվում էր այս 2 հակասություններով։ Ճիշտ Պողոս առաքյալի նման, ով լավ ծանոթ էր թե հրեական,
թե հեթանոսական մտավոր հարստություններին։ Պողոսի իր նամակներում առնվազն 3 անգամ հեթանոս պոետներից ստեղծագործություններից մեջբերումներ է անում։ Պողոսը ժամանակին լցվել էր, ժամանակին կարդացել էր, սովորել էր, ինքը ուներ գիտելիք, որը հավաքել էր շատ սովորական ձևով։ Ինքը կարդացել էր, ինքը խորել էր, ինքը պարապել էր, ինքը կիրառել էր իր գիտելիքը։ Ինչը շատեր այսօր ծուլանում են անել, որովհետև մտածում են, որ այս հոդվածի վերնագիրը ինձ հերիք է կարդամ, կամ այս մի հատ վիդեոն, որ նայեմ, լիքը բան կիմանամ։ Չես իմանա։ Մենք չենք սիրում սովորել, որովհետև սովորելը հավես չի, զվարճանք չկա դրա մեջ։ Ու դրա պատճառով շատ բան էս աշխարհում կորցրել է իր բովանդակային խորությունը։ Ու դրա ցուցիչներից մեկը հումորն է։ Հումորը դառել է շատ տափակ ու մակերեսային, որովհետև չունի բովանդակային խորություն։ Ցավոք մենք դադարել ենք սովորող հասարակություն լինել, դադարել ենք սովորող մշակույթ լինել։ Ու սովորելը երբեք ուշ չի։ Նկատել եք, չէ՞, բանտում, երբ որ Պողոսը գրում է Տիմոթեոսին, ինչ է ասում բեր։ Մի հատ քրքրված վերարկու ուներ, ասում էր դա բեր, մեկ էլ ինչը։ Մագաղատները բեր։ Պողոսի կյանքի վերջին մնացել էր երևի հաշված շաբաթներ, կամ հաշված ամիսներ, կամ չգիտեմ օրեր, բայց այդ մարդը ուզում էր կարդալ։ Ու դրա հետ մեկտեղ Պողոսը ամենից շատն է գրում հոգու մեջ լինելու մարգարեականի մասին, որը կարծես գրի հակառակն է, չէ՞, մենք սիրում ենք այդ աստվածաշնչյան խոսքը ասել, որ գիրը սպանում է, իսկ հոգին ապրեցնում։ Իհարկե, առանց հոգու գիրը անպայման սպանում է։ Ինչպես որ հոգին առանց գրի չի կարող ապրեցնել։ Գիրը, գրքերը կարևոր են Աստծո համար ու կարևոր են մեզ համար։ Պատահական չի, որ մարդկային պատմության ամենավերջում, ամենամարգարեական հայտնության գրքում տեսնում ենք, որ գրքեր են բացվում, գրքեր են ընթերցվում, ու գրքերով է ամփոփված մարդկության ճակատագիրը։ Ժամանակին մեկը ասել էր, որ ոչ ոք ժամացույց չուներ, ու լիքը ժամանակ ուներ, բայց հիմա բոլոր ունեն ժամացույց, ոչ մեկ ժամանակ չունի։ Հիմա բոլորը ունեն խոսքը, տարբեր ձևերով, տարբեր տեղերում, տարբեր չափերի, բայց խոսքի սառատության մեջ ցավոք քչերը ունեն խոսքը իրենց մեջ։ Սովետական միության տարիներին, մանավանդ 60-ականներից հետո արտասահմանում ապրող քրիստոնյաները փորձում էին Աստվածաշունչը հասցնել սովետական միության հավատացյալներին, որովհետև ստեղ չկային Աստվածաշունչեր, դա արգելված էր։ Ու քանի որ արգելված էր ու հսկվում էր շատ խիսկ, մարդիկ ինչ ասես փորձում էին դրա համար։ Ու շատ հետաքրքիր պատմություններ կա այդ փաստացի մաքսանենգության մասին, որովհետև դա մաքսանենգություն էր, արգելված էր, դու չէիր կարող դա ներմուծել։ Ու այդ մարդիկ հենց տենց էլ կոչվում էին Աստվածաշնչի մաքսանենգեր։ Ու ինչ ասես անում էին, մարդու մտքով ինչ ասես անցնում էր, որ Աստծո խոսքը հասցնեն ստեղի հավատացյալներին։ Ֆինական սահմանի մոտ փուչիկներին կապում էին Աստվածաշնչերը ու բաց էին թողում, որ քամին քշելով բերեր սովետական հատվածը։ Չգիտեմ, գրքերը թաքցնում էին մեքենաների մասերի մեջ, մեքենաների տարբեր տեղերում, փաթաթում էին հագուստների մեջ, ինչ ասես անում էին, որ Աստվածաշունչը հասցնեին ստեղ։ Աստվածաշունչը մասերի էին բաժանում, պոկում էին, չգիտեմ, 5 կտակարան, նոր կտակարան, նույնիսկ ավելի մանր բաժանում էին ու ինչ-որ ձևով հասցնում էին սուրբերին։ Մի հոլանդացի հաջողվում է 80,000 Աստվածաշունչ կարտոֆիլի բեռի տակ թաքցրած հասցնել Լենինգրադ։ Այսօր փառք Աստծո, նման խնդիր չկա, հակառակ խնդիրը կա։ Մենք Աստվածաշունչ ունենք, բայց խոսք չունենք։ Եթե ես չունեմ խոսքի մեջ, իրականում ես չունեմ կյանքի մեջ։ Հիսուսը ասում էր, որ իմ խոսքերը կյանք ու հոգի են։ Մնացեք իմ մեջ ու ես ձեր մեջ։ Ինչքան է այդ Հիսուսը իմ ու քո մեջ։ Այս շրջանը Մովսեսի լցվելու, ճանաչելու ու նաև ոգևորվելու շրջանն էր։
Սա երբեմն շատ բուրըն շրջան է լինում մարդու կյանքում։ Ու հենց դրա համար Մովսեսը բալանսի կարիք ուներ, ոնց որ ես ու դու բալանսի կարիք ունենք։ Մովսեսը գնալով ավելի ու ավելի էր գիտակցում, որ ինքը կանչված է Աստծո գործի համար։ Չգիտենք, թե այդ գիտակցումը իր մոտ ոնց էր գալիս, հնարավոր է ծնողներն էին իրեն հորդորել, ծնողներն էին դաստիարակել, տենց քաջալերել էին, որ Աստված քեզ հատուկ բանի համար է կանչել։ Խոսքը ասում է, որ երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ ու տեսավ նրանց ծանր աշխատանքը։ Կամ էլ տեսնելը նրան համոզեց, որ ինքը կանչված է մեծ բան անելու համար, որ հրեաներին պիտի ազատի եգիպտացիներից։ Բայց հենց իր կոչման մեկնարկի մեջ ցավոք Մովսեսը կորցրեց իր բալանսը։ Իր իմաստությունը, իր գիտելիքը, իր փորձառությունը բավարար չէին, որ նա հասկանար, թե ինչպես պետք է իրականացներ Աստծո կոչումը։ Ու խոսքը հետաքրքիր ձևով է ասում, թե Մովսեսը ինչ արեց։ Նայեց, գրված է նայեց այս ու այն կողմ, ու տեսնելով, որ մարդ չկա, սպանեց Եգիպտացուն ու նրան թաղեց ավազի մեջ։ Տեսա, որ Եգիպտացին մի հատ հրեայի նեղացնում է, ասում է նայեց, որ ոչ մեկ չլիներ, սպանեց ու թաղեց ավազի մեջ։ Ինքը սկսեց Աստծո գործը գաղտագողի անել։ Մովսեսն Աստծո ուզած է իր հասկացածով արեց ու մտածում էր, որ մարդիկ հենց այդպես կիմանան, թե ով է ինքը։ Բայց հակառակը եղավ։ Այսօր այդ հրաշալի երգը երգեցինք, որ ոչ ուժով է, ոչ զորությունով է, այլ Տիրոջ հոգով է։ Երբ որ Աստծո կամքը մեր ուզած ձևով ենք անում, միշտ այդպես է ստացվում։ Մովսեսի առաջի որդեգրությունը կարծես, գոնե Մովսեսի կյանքում ավարտվեց ձախողմամբ։ Դրա վերջը եղավ ձախողումը։ Փարավոնի որդի լինելը Մովսեսի համար ավարտվեց ձախողմամբ։ Մովսեսը փաստացի այս փուլում որևէ բանի չհասավ։ Ինքը ոչինչ ձեռք չբերեց, հակառակը կորցրեց այն, ինչ որ ուներ։ Ինքը կորցրեց իր անունը հրեաների մեջ, իր ընդունելությունը հրեաների մեջ, եգիպտացիների մասին էլ չեմ ասում, ինքը կորցրեց որևէ բան, որ ուներ, երևի միակ բանը, որ մնաց իրեն, դա իր հագուստն էր, իր զենքն էր, չգիտեմ, ձին կամ ուխտը։ Ով գիտի ինչպես կդասավորվեր Մովսեսի կյանքը, եթե ինքը պահեր բալանսը։ Եթե իրեն չթվար, որ ինքը ամեն ինչ գիտի ու գիտի, թե ինչպես պետք է վարվել։ Այս որդեգրության փուլի ամենամեծ վտանգը այն է, որ մեր վստահությունը մեր գիտելիքի ու մեր իմացածի վրա է։ Դա վտանգավոր է, եթե չի բալանսավորվում Աստծուն փնտրելով։ Ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին իր ստեղծագործություններից մեկում նման մի հատ միտք է ասում. երբ մարդ 17 տարեկան է, նա գիտի ամեն ինչ։ Եթե նա 27 տարեկան է ու առաջվա պես գիտի ամեն ինչ, նշանակում է նա դեռ 17 տարեկան է։ Աստծուն չփնտրելով մենք մնում ենք այդ 17 տարեկանը, ճիշտ Մովսեսի նման մտածելով, որ X կամ Y ձևով վարվելու պարագայում դա ինչ-որ նշան կլինի կամ ինչ-որ բան կփոխի։ Այո, ոմանցս կյանքում որդեգրության այս փուլը շատ հնարավոր է, որ ավարտվի ձախողումով, ավարտվի պակաս լինելու զգացումով։ Բայց ես լավ լուր ունեմ, որ դրանից պետք չի վատ զգալ կամ ափսոսալ, որովհետև սրանով ամեն ինչ չի ավարտվում։ Հիսուսի աշակերտներից ամենից շատը բալանսից ընկածը Պետրոսն էր։ Իր անհավասարակշռության պատճառով թե ինքն էր քաշվում, թե շատերին էր քաշում։ Բայց ինչ լավ է, որ Պետրոսը ոչ թե ռաբի, ոչ թե օրենքի, ոչ թե ինչ-որ մի ուղղության աշակերտն էր, այլ Հիսուսի աշակերտն էր։ Որովհետև Հիսուսի հետ ես ու դու միշտ շանս ունենք։ Ու կապ չունի, թե ինչքան էլ խորը լինեն մեր ձախողումները, մեր սայթաքումները, մեր անհաջողությունները, ինչքան էլ խոր ու կոտրող լինեն դրանք, ի վերջո բարին գործակից են ծառայելու, եթե մենք Աստծուն սիրողների շարքում ենք։
Մովսեսի հաջորդ որդեգրությունից խոսելուց առաջ ես ուզում եմ կարդալ Ելիցի 3-րդ գլխի առաջի խոսքի սկզբի հատվածը, որտեղ սենց է գրված. Մովսեսը արածեցնում էր իր աներոջ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Մովսեսի հաջորդ որդեգրությունը փաստացի նրա աներոջ Հոթորի կողմից էր։ Երբ որ Եգիպտոսից փախավ, Մովսեսը եկավ մի հատ անապատային տարածք, դա ոնց որ Իսրայելի հատվածի հարավի մասն էր, որտեղ կպնում էր Եգիպտոսի հետ, բայց այդ տարածքը չէր վերահսկվում Եգիպտոսի կողմից։ Մովսեսը այդտեղ ինչ-որ աղջիկների է օգնում, որոնց չի ճանաչում, ու պարզում է աղջիկների հայրը Մադիամի քուրմ կամ քահանա Հոթորն էր։ Մովսեսը ամուսնանում է նրանցից մեկի հետ, Սեփորայի հետ, ու դառնում է այդ մարդու փեսան, ավելի ճիշտ տնփեսան։ Մադիամացիները, որոնք հնարավոր է նաև արաբների նախահայրերն էին, իրենք հրեաների խորթ եղբայրներն էին։ Երբ որ Սառան Աբրահամի կինը մահացավ, Աբրահամը ամուսնացավ մի կնոջ հետ, որի անունը Քետուրա էր, հնարավոր է քանանացի էր այդ կինը, ամուսնացավ Քետուրայի հետ եւ իրենք ունեցան 6 որդիներ, որոնցից մեկը Մադիանը կամ Մադիամն էր։ Մադիամ նշանակում է պայքար։ Մովսես ջան, այդքան ուզում էիր պայքարեիր, հիմա գնա պայքարենց հետ ապրի։ Ճիշտ է, մենք չգիտենք, թե իր տնփեսայության 40 տարիների ընթացքում Մովսեսը ինչերով անցել, բայց եթե ուշադիր եք այն խոսքերը, որ կարդացի Ելից 3-րդ գլխի առաջի խոսքից, այդ խոսքերից պայքարի հոտ չէր գալիս, այլ ավելի հանձնված, հաշտված մարդու մի նկարագիր էր։ Ես նորից կարդամ այդ խոսքը։ Մովսեսն արածեցնում էր իր աներոջ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Հենց այդպես էլ գրված է։ Մովսեսը արածեցնում էր իր աներոջ Հոթորի հոտը։ Կարող էր չէ գրվել, որ ուղղակի արածեցնում էր հոտ կամ ոչխարների, բայց չէ, գրված է, որ դա հենց Հոթորի հոտն էր, Մովսեսինը չէր։ Այս մարդը գրեթե կես դար, մոտ 40 տարի Հոթորի փեսան էր, բայց ինքը իր հոտը չուներ։ Հոթորի հոտն էր դա։ Ի տարբերություն Մովսեսի իր նախահայրերից մեկը Հակոբը մտած չմտած Լաբանի իր աներոջ արածը ունեցածը իրանով արեց, շատ կարճ ժամանակում։ Բայց Մովսեսը 40 տարի հետո դեռ ուրիշի հոտն էր արածեցնում։ Մովսեսը այդքան բավարարված էր կյանքով, առանց ձգտումների, առանց ամբիցիաների։ Շատ հնարավոր է, որ Փարավոնի որդի լինելու ձախողումը իրան զրկել էր որևէ հեռանկարից, ապագայի ձգտումներից, նախաձեռնողականությունից։ Երբ մտածում էր այն մարդ ինչ գործ ունեմ, մի բան անեմ, էլի ձախողվելու եմ, էլի սխալվելու եմ, ավելի լավ ոնց կա այս սրանով ուղղակի բավարարվեմ։ Ոնց որ Փարավոնի որդեգրության այդ ձախողումից հետո գալիս է նստակյացության, հարմարվելու, քիչ այլևս տեղ-ընդեղ չխոթելու ժամանակաշրջանը։ Այլևս հատուկ բաներ չես փնտրում, չես ուզում, ինչ կա դա բավարար է։ Ես բարի լուր ունեմ, ասեմ, որ սա նորմալ, սովորական վիճակ է։ Մեզնից շատերը ապրում են այս վիճակի մեջ կամ ապրել են սրանով։ Ու սա էլ Տիրոջ տված վիճակն է։ Մովսեսը այս շրջանում հավատարմորեն անում էր ինչ իրեն բաժին էր ընկել, արածեցնում էր Հոթորի իր աներոջ ոչխարները։ Սա նորմալ վիճակ է շատերի համար։ Ու Տերը քեզ հաստատ չի հանդիմանելու, որ դու քո համար հանգիստ, գլուխդ կախ քո գործի մեջ ես։ Բայց այս փուլում Մովսեսի համար մի կարևոր բան կար, որը նա երևի սկսում էր մոռանալ, սկսում էր չհավատալ, չմտածել այդ ուղղությամբ։ Մովսեսի ձախողումը սկսել էր փակել իր ականջները
որ Մովսեսը չլսեր մի կրկնվող ձայն։ Ու ինչ էր ասում այդ ձայնը։ Այդ ձայնը ասում էր Մովսես, անկախ քո հաջողություններից, քո անհաջողություններից, քո անկումներից, քո սխալներից, դու այն մարդն ես, ում ես ընտրել եմ իմ ժողովրդին ազատելու համար։ Թե Մովսեսը, թե նրա մերձավորները, իր կինը, երեխաները, աները, բոլորը սովորել էին Մովսեսի այդ դերին։ Հայր, ամուսին, փեսա, լավ մարդ, հանգիստ հարևան, հասնող ընկեր, ամեն Աստծո համարել էր Մովսեսը այդ ամենը։ Ու Աստված էլ էր ակնկալում, որ Մովսեսը պիտի լինի այդ դերերի մեջ ու հավատարմորեն այդ դերերը իրականացնի։ Աստծո մեջ մեր որդեգրությունը, Աստծո մեջ մեր կանչվածությունը չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր սոցիալական ու հանրային դերերից։ Ավելին, մենք դրանց մեջ պիտի ձգտենք լինենք լավագույնը ու շարունակենք լինել։ Լինենք լավագույն հայր, լինենք լավագույն մայր, լինենք լավագույն կին, լավագույն ամուսին, լավագույն աշխատող, լավագույն գործընկեր, լավագույն մերձավոր, ազգական, հարևան, որ տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Իրականում, եթե մենք այս մեր սոցիալական ու հանրային պատասխանատվության դերերի չենք աճում, արհամարում ենք, մտածում ենք ֆիզիկական առանձինը, հոգևոր առանձինը, ինչը սուտ է, նման բան չկա։ Երբ որ մենք այս դերերի մեջ չենք աճում ու չենք ձգտում լավագույնին, դրանով մենք հետ ենք գցում Աստծո թագավորության մեջ մեզ օգտագործելու Աստծո ծրագրերը։ Ու շատ հնարավոր է մեր կյանքում էլ ավելորդ հարցեր ենք առաջացնում։ Հովսեփին Աստված իր երիտասարդ հասակում, երևի նույնիսկ պատանի ժամանակ նշան տվեց, որ ինքը կարևոր մեկն է լինելու իր համար ու ինքը օգտագործելու է Հովսեփին, բայց Հովսեփը իր պապու նման, Աբրահամի նման ու հետո Մովսեսի նման շփոթվեց ու մտածեց, որ հենց վաղն է այդ ամեն ինչը լինելու։ Բայց Հովսեփի հաղթաթուղթը այն էր, որ ինքը պահեց իր տեսիլքը։ Ու ամենտեղ իրեն դրսևորեց այնպես, որ այդ տեսիլքը հենց վաղն էլ լինելու էր։ Ինքը պետապրեսի տանը, բանտում, չգիտեմ, փարավոնի պալատում, իմաստուն, զուսպ, չափած, ձևած, սովորական աշխատողի նման անում էր իր գործը, ու երբ եկավ ժամանակը, երբ եկավ Տիրոջ ժամանակը, ինքը իր սովորածը ու իմաստությունը օգտագործեց Աստծո ծրագիրը իրականացնելու համար։ Ինչը Տերը քեզ հիմա տվել է, հնարավորինս աճիր ու հմտացիր դրա մեջ։ Որովհետև չգիտես, թե վաղը դա ինչպես ու որտեղ Տերը քեզ կիրառել կտա։ Շատ հնարավոր է, որ այդ երկար տարիները, որ Մովսես անցկացնում էր անապատում, այդ ոչխարների հոտերը հովվելիս, ինքը շատ բան ճանաչում էր, թե ինչ է այս անապատը։ Շատ բաներ սովորում էր անապատի մասին։ Շատ բաներ, այո, սովորում են նաև առաջնորդելու մասին։ Այս շրջանում շատ բան մեզ համար կարող է միօրինակ լինել, միապաղաղ ձանձրալի թվալ։ Նույն տեսարանը, նույն ճանապարհը, նույն ձայները, նույն ոչխարները, նույն հոտերը, նույն վրանը, նույն մարդիկ քո շուրջը, ոչ մի ավես բան չկա, ոչ մի հրաշք չի լինում, ոչ մեկ չի բժշկվում, ոչ մեկ չի ազատագրվում, բայց պետք չի կոտրվել ու հիասթափվել, որովհետև դա նորմալ ու սովորական ընթացք է, որով բոլորն են անցնում, ու դա կապ չունի, դու կանչված ես ինչ-որ մեծ բանի համար Տիրոջ մեջ, թե կանչված չես։ Մեկը կանչված է գնալ միսիոներության, դու կանչված ես իր գնալը ապահովելու համար, ու այն, որ դու միսիոներական դաշտում չես, չգիտեմ, որևէ երկրում չես, որտեղ հալածանք կա, որտեղ նեղություն են կրում մարդիկ, դրսում չես վազում, ինչ-որ բան չես անում, դա չի նվազեցնում ոչ քո անձի, ոչ քո կոչման, ոչ քո արածի կարևորությունը։
Դու ստեղ ես իրան ուղարկելու համար, դու ստեղ ես իրան պահելու համար։ Դու հաստատ ճիշտ տեղում ես։ Հենց այս որդեգրության երկրորդ փուլի մեջ է, որ մենք սովորում ենք գոհանալ եղածով։ Սրտանց ուրախանալ այն ամենով, ինչը որ Աստված մեզ տվել է։ Այդ պահին, այդ ժամանակահատվածում, այդ հանգամանքների ներքո։ Այս ընթացքում է, որ մենք իրոք հասկանում ենք, որ այն ամենայն վերջին լուման էլ, որ մենք ունենք մեր գրպանում, դա Տիրոջ տվածն է։ Այս մարդում հոտը արածեցնում էր Մովսեսը 40 տարի, երկու անուն ուներ։ Ելից 2-ում ինքը կոչված է Ռագուել։ Ելից 3-ում ինքը կոչված է Հոթոր։ Գրված է, որ նա Մադիամի քուրն էր կամ այդ ցեղի հավատքի քահանան էր։ Աբրահամի հետ այդ ցեղի կապը չի բացառում այն, որ մադիամանցիները այս ժամանակաշրջանում գոնե Յահվեին էին հավատում։ Ունեին նույն հավատքը, որ ուներ Մովսեսը։ Ու Հոթորը հնարավոր է քահանա էր, որը գործում էր այն ժամանակ, երբ որ այդ թափառական, բայց նույն ցեղերի տարբեր հատվածներ հավաքվում էին միտեղ, ու ինքը ծառայում էր իրենց, երբ որ մեկտեղ էին հավաքվում, հետո ցրվում էր։ Հնարավոր է այդ մարդը սենց քահանա էր։ Ու Աստված Մովսեսին բերեց այս մարդու հարկի տակ։ Բայց իրականում Մովսեսը Հոթորի հարկի տակ չէր։ Մովսեսը Աստծո հարկի տակ էր։ Ռագուել նշանակում է Աստծո ընկերը։ Հոթոր նշանակում է նրա առատությունը, նրա լեցունությունը։ Ամեն անգամ, երբ որ Մովսեսը տալիս էր իր աներոջ անունը, Աստված հիշեցնում էր Մովսեսին, որ ինքն է այդտեղ։ Մովսեսը իր հետ է, իր հովանու ներքո է։ Ու ինչքան էլ Մովսեսը զզված, մերժած, թևաթափ կամ կներեք արտահայտությանս ուղղակի Աստծուց յան տված լիներ, Աստված ասում էր Մովսես, ես ստեղ եմ։ Մովսես, ես քո այս քրքրված, ես քո 1000 տարվա վրանի մեջ եմ։ Երբ որ դու ոչխարների այս հոտը քշում ես քո հետ եմ։ Երբ որ ինչ-որ մի քարի կամ ծառի ստվեր գտած, դու նստում ես հանգստանալու, Մովսես, ես քո հետ եմ։ Դժվար է խալվեմ, եթե ասեմ, որ մեր մեջ չկա մեկը, ով Տիրոջ հետ 40 տարի քայլում է։ Բայց ինչքան էլ ես ու դու Տիրոջ հետ քայլելու լինենք, ինչքան ժամանակ, որ արդեն Տիրոջը ճանաչելու լինենք, ամեն մեկս էլ ապրել ենք կամ ապրում ենք այդ հոգնածությունը, հիասթափությունը։ Անցնում ենք ինչ-որ անտարբերության, անհոգության ժամանակներով։ Հաճախ մոռանում ենք Տիրոջ մեջ մեր հրաշալի երազանքները։ Ուր ես հասել դու։ Անապատում ես, վրանի տակ ես, ոչխարների հետ ես, ոչխարների հոտ ես հսկում, թե փախնում ես ինչ-որ մեկից, փախնում ես ինչ-որ բանից։ Հնարավոր է փախնում ես հենց քո կոչումից, քո անելիքից, քո պատասխանատվությունից, քո բաժնից, այն որ քո մասն է։ Ու անպայման չի, որ դա ինչ-որ մի մեծ կոչում լինի, ասենք Տերը քեզ կանչել է Աֆրիկյան Յարիբա ցեղին ավետարանելու։ Կարող է ես փախնում եմ ներելուց, ես փախնում եմ թողնելուց, ես փախնում եմ մոռանալուց ու ինչ-որ մի էջ փակելուց, փախնում եմ վատ սովորություններից հրաժարվելու որոշումից, փախնում եմ իմ վատ բնավորությունը կարգի բերելու հանձնառությունից։ Բոլորս էլ կյանքում տարբեր բաներից կարող է փախնենք ու փախնում ենք։ Բայց ուր էլ գնանք, ուր էլ հասնենք, մենք Հոթորի նրա առատության հետ ենք լինելու։ Ի վերջո Դավիթի նման ասելու ենք 139 Սաղմոսի խոսքերով. Ուր գնամ քո հոգուց,
ու քո ներկայությունից ուր փախչեմ։ Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես։ Եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։ Եթե արշալույսի թևերը առնեմ ու բնակվեմ ծովի վերջին ծայրերում, այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ ու քո աչքն է բռնելու ինձ։ Եթե ասեմ խավարը ինձ ծածկի, այդ ժամանակ էլ գիշերը լույս կդառնա իմ շուրջը։ Այս երկու որդեգրությունները Քարտիրոջը։ Այս երկու որդեգրությունները որպես որդի մեր աճելու, մեր հասունանալու կարևոր սյուներից են։ Չափահաս դարձող ձգտողները սովորում են, իմանում են, ճանաչում են, փորձում են բալանս ունենալ իրենց կյանքում։ Հասունանալ ձգտողները իրենք չեն փախչում պատասխանատվությունից։ Իրենք Ադամի նման ամեն բան չեն գցում ուրիշների վրա, գիտակցում են իրենց անելիքը, գիտակցում են իրենց մասը։ Ու եթե պետք է ներել, գոնե սկսում են շարժվել ներելու ուղղությամբ, որովհետև մեծ մարդու նման գիտեն, որ դա է ճիշտը։ Ու Հիսուսի նման կարող են աղոթել, որ Աբբա Հայր, քեզ համար ամեն բան հնարավոր է։ Այս բաժակը ինձնից հեռացրու, բայց թող չլինի ինչպես որ ես եմ կամենում, այլ ինչպես որ դու։ Մարկոսը այս ձևա փոխանցում Հիսուսի խոսքերը, Հիսուսի աղոթքը Գեթսեմանիում։ Հնարավոր է Պետրոսը հենց այդ խոսքերն է լսել ու տպավորվել, որ Հիսուսը այս ձևա աղոթել։ 3 ավետարանիչների 3 տարբեր ձևերով են փոխանցում Հիսուսի այս աղոթքը, բայց Մարկոսը հենց այսպես է գրում, ասում է. Աբբա Հայր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է։ Հիսուսի մոտ կար այդ գիտակցումը, որ հոր համար ամեն բան հնարավոր է։ Հնարավոր է, որ մեզ համար, տիեզերքի համար, հրեշտակների համար, արարչագործության համար ինչ-որ անհասկանալի կերպով Հայրը կարող էր լսել ու պատասխանել Հիսուսի աղոթքին, որ այդ բաժակը Հիսուսը չխմեր, բայց քանի որ դա ճիշտ չէր, Հիսուսը ավելացնում է. թող ամեն բան լինի այնպես, Հայր, ոնց որ դու ես ցանկանում։ Հիսուսը հաղթեց հարմարի ու ճիշտի միջև պայքարում, իոքուչ ճիշտի։ Դանիելի ընկերներն էլ ժամանակին հաղթել էին այդ պայքարում։ Երբ թագավորին ասեցին, որ այս քո կուռքը ես արձանը, որ կանգնեցրել ես ու բոլոր քո հպատակներին ասում ես, որ պետք է երկրպագեն, մենք չենք երկրպագելու, որովհետև դա ճիշտ չի։ Այո, Աստված կարող է ազատել մեզ այս պատժից, կրակի մեջ նետվելուց, բայց եթե չազատի էլ, միևնույն է, ճիշտ չի կուռք երկրպագելը, դրա համար մենք ճիշտ կվարվենք։ Ոչ թե մեր համար հարմար կվարվենք, այլ մենք ճիշտ կվարվենք։ Մենք շատ տեղերում չկանք, որովհետև մեզ հարմար չի։ Բայց մենք գիտենք, որ ճիշտ է աղոթքի գնալը, մենք գիտենք, որ ճիշտ է տասնյակի գնալը, մենք գիտենք, որ ճիշտ է եկեղեցի գալը, մենք գիտենք, որ ճիշտ է տալը, հասնելը, դիմացինով հետաքրքրվելը, բայց մենք չկանք դրանցում, որովհետև հարմար չի։ Մենք ունենք արդարացումներ, ունենք երկաթե փաստարկներ, թե ինչու հարմար չի։ Հիսուսն էլ ուներ նման փաստարկներ, աշակերտներն էլ ունեին նման փաստարկներ, եկեղեցու հայրերն էլ ունեին նման փաստարկներ, բայց իրենք ընտրեցին ճիշտը, ոչ թե հարմարը։ Անցած շաբաթ մեր Ջուլիա քույրը ննջեցի Տեր։ Ու Ջուլիա քույրը ինձ համար ճշտի ջատագով էր ու ճշտի մարտիկ էր ինքը։ Ինքը երբեք չընտրեց հարմարը, ինքը միշտ ընտրում էր ճիշտը։ Ինքը մոտ 90 տարեկան էր, 89 տարեկան հասակում Տերը իրան կանչեց։ Ու այդ կինը երբեք չէր ուշանում։ Ու արդարացիորեն մեզ հովիվներից մի կշտամբում էր ու ասում էր ինչու ժամանակին չեք սկսում, ինչու եք ուշ սկսում։ Պետք է ինչ-որ տիեզերական աղետ կամ ինչ-որ անոմալիա լիներ, որ Ջուլիա քույրը կամ իրան ինչքան վատ պիտի զգար, որ այդ օրը չգար տասնյակ կամ եկեղեցի։ Ինքը ընտրել էր ճիշտը, ոչ թե հարմարը։ Հասունացող որդեգրված որդիները ընտրում են հոր կամքը, ոչ թե հարմարությունը։ Իրենք ընտրում են Աստծով ու իր ճշմարտությունով լցվելը։
Ընտրում են թեկուզ անհետաքրքիր, մի օրինակ, արտաքինից ձանձրալի, բայց այդ ընթացքում Աստծո տվածի մեջ հավատարմորեն հարատևել է։ Ճիշտ Մովսեսի նման, որ տասնամյակներով ուղղակի հոգ էր տանում իր աներոջ հոտերին։ Եկեք հիմա կանգնենք Տիրոջ առջև, որպես իր որդեգրված զավակներ, որոնք այո այս ընտանիքի անդամներ են, բայց ամեն օր բոլորս կանգնած ենք ճիշտ ընտրելու ու դրանով Աստծո մեջ որպես սիրելի որդի ավելի ու ավելի աճելու ու հասանալու ընտրության առաջ։ Այսօր ընտրողը ես ու դու ենք, ու միշտ այդ ընտրությունը մեր առջև լինելու է։ Ինչ ենք մենք ընտրում։ Մենք ընտրում ենք հարմարը, թե ընտրում ենք ճիշտը։ Ու մենք ճիշտ ընտրելուց է, որ մենք կվայելենք որդեգրության ողջ լեցունությունը Տիրոջ մեջ։